Հիշում եմ, որ տատիկիս պապիկիս խնդրել էի, որ ինձ բակերի արանքներով բերեն տուն, որպեսզի ընկերներս չտեսնեն, որովհետև ինձ տանում էին դպրոց, գրկում էին, տանում էին դասարան, հետո նորից գրկում էին, տանում էին, նստացնում էին անվասայլակին ու բերում էին տուն։ Մանկուց ունենալ հաշմանդամություն, ենթադրում է անվերջ ցավերի դեմ պայքարի մեջ լինել։ Կան խնդիրներ, որոնք պահանջում են համակերպում, եւ համակերպվել բնավ չի նշանակում հանձնվել։ Իծն ունեմ հաշմանդամություն, կապված է ոսկրերի փխրունության հետ, փոքր հասակից սկսած շատ կոտրվածքներ եմ ստացել։ Այն երեխաները, ովքեր չունենալով որևէ առողջական խնդիր, եթե թեթև ընկնեին եւ ուղակի վեր կկենային եւ ծնկները կմաքրեին կանցնեին առաջ, իմ մոտ կլիներ կոտրվածք եւ այդպես եղել է բազմաթիվ անգամներ։ Երկրորդ, երրորդ դասարանում էր, որ սկսեցի անվասայլակով տեղաշարժվել։ Իհարկե այդ տարիքում ինձ համար շատ դժվար էր այդ մտքին հարմարվելը, բայց մի անգամ դասընկերներս տեսան ինձ ու ես հասկացա, որ բնավ իրենց վերաբերմունքն ու հայացքը ինձ չփոխվեց։ Երևի թե այդ եղավ առաջին ազդակը ինձ այդ տարիքում, որ ես ընդունված եմ այնպես, ինչպես կամ։ Նկարչության հանդեպ սերս երևի թե սկսվել է այդ մանկության տարիներին, երբ ֆիզիկապես շատ խաղեր խաղալ չէի կարողանում եւ ստիպված էի լինում ավելի զբաղվածությունս լրացնել ձեռքի աշխատանքներով, նկարչությամբ։ Շատ էի ուզում ընդունվել հագուստի մոդելավորման բաժին, չստացվեց։ Ես այդ շրջանում զբաղվածությունս լրացնում էի տարբեր դասընթացների մասնակցելով, տարբեր գրքեր էի կարդում, էլի նկարում էի։ 17 տարեկան էի, երբ առաջին հիմնական աշխատանքը պետք է ունենայի։ Առաջին օրը, երբ գնացի փորձաշրջանի արդեն, սայլակով այնտեղ ընկա։ Դա եղավ առաջին ու վերջին օրը, որ ես գնացի իրականում, որովհետև շատ երկար ժամանակ էլի կոտրվածքներով պառկած էի։ Հետո եղավ մյուս հնարավորությունը աշխատանքի, որտեղ 3 տարի աշխատեցի երեխաների ժամանցի կենտրոնում։ Դա էլ մեծ մարտահրավեր էր ինձ համար, բայց ուրախությամբ եմ ասում, որ հաջողվեց։ Ես հիմա աշխատում եմ, լիարժեք ակտիվ կյանքով եմ ապրում, համատեղում եմ աշխատանքը իմ հոբիների հետ, ամեն դեպքում փորձում եմ համատեղել, որքանով որ հնարավոր է։ Ինձ համար շատ կարևոր է լինել միշտ շարժի մեջ կյանքում։ Կյանքը լիարժեք է անիվների վրա։ Ես սահմանեցի ինձ համար նպատակներ, գտա տարբեր հոբիներ, որոնք պահանջում էին ջանք, ժամանակ եւ ուշադրություն։ Այդպիսով ետևում մնաց իմ քայլելու համար պայքարելու ցանկությունը։ Ընկերներս դպրոցական տարիքից սկսած մինչև հիմա ամեն շրջանում իրենց կարևոր դերն են ունեցել իմ կյանքում եւ ունեն։ Ինձ շատ երջանիկ մարդ եմ համարում, որ այդքան շատ են ու այդքան որակով։ Առանց իրենց վստահ եմ, որ կյանքս այսքան ակտիվ, ուրախ ու գունավոր չէր լինի։ Ես մտածում եմ, որ հաշմանդամությունը չի սահմանափակում իմ միտքն ու երազանքները, այդպես եմ առաջնորդվում։ Չնկատելով անվասայլակը, չնայած ինքը իմ երևի լավագույն ընկերն է, որովհետև իր շնորհիվ եմ ես տեղաշարժվում։ Հատուկ չեմ նստել աշխատել իմ վրա, որ այս մտքին գամ, երևի թե դա եկել է ընտանիքից, որ իրենք երբեք ինձ չեն առանձնացրել իմ խնդրով պայմանավորված, իմ հաշմանդամությամբ եւ որ արդեն հաշմանդամություն ունես, մյուս կայարանները եւ կարողությունները ավելի շատ ես գնահատում։